Իմ անունը Հարություն Զուլամյան, իմ դղան Հակոբը, Անին և Մարիան, իմ դիգինը Սյուզի։ Եթե կարծ Զուլամյան ընտանիք Հալեպից օրեր առաջ են եկել հոկտեմբերի 26-ին։ Հալեպեն Լատակիա, Լատակիային Բեյրութ, Բեյրութեն Դուբայ, Դուբայ 8 ժամ սպասում, Դուբայի հետ հասած ենք Երևան։ Շատ լավ դիմավորեցին։ Որոշումը մեկ գիշերվա մեջ են կայացրել, 3 օրում հավաքել են ճամպրուկները, փակել դուռն ու եկել, տնից գրեթե ոչինչ չեն վերցրել, միայն հագուստ եւ փող։ Կարևորը երեխաների անվտանգությունն էր։ Սկացինք, որ տանագը մեր ոսկորին կմոտենա։ Մարիան ասավ, որ հայրիկ այլևս ալգպավե ալ չենք դիմանար։ Հակոբը նույնպես այդ չարաջիրի դղան, որ վարվրուն դղան, դարձած էր բաղ դղամը։ Աբաղով չենք ապրել, ասենք վախով։ Այսին եկեղեցի գերտային շտաբ օգնությունը գբերեր, ասենք օգնություն գբերեր, գերտայի իրենց օգտակար դառնալու, բայց այս վերջին շրջանները հետ չէի գրնար, վախնայիք այն որ շատ։ Սեպտեմբերի 30-ին զոհվեց Հակոբի մտերիմ ընկերը Արման Հինդոյանը, դրանից հետո Հակոբը գրեթե դուրս չէր գալիս։ Հիմա հանգիստ ներս ու դուրս է անում, խանութից գնումներ անելու հոգսն իր վրա է վերցրել։ Երևանյան խաղաղությունը երբեմն նույնիսկ անսովոր է թվում նրան։ Զենքից հետ չի գա, հետ այսին, ասենք գսեմ որ ուր է ծայները, ուր է, ծան չի գաոս, դա գարտնակ կր ծայները։ Ասր գսիրիմ, ասր գսիրիմ։ Մյուս երկուսին այդքան չի սիրում, բայց նրանց անվտանգության մասին էլ է մտածել 7-ամյա Անին Հալեպից Երևան եկավ իր 4 տիկնիկների հետ։ Նրանք էլ իրենց տիրուհու պես հիմա հանգիստ են։ Իսկ լավ, զարգերեն ազատային, ամենքեն ազատակ եկանք կոստեյա։ Այստեղ երբ որ եկանք, մենք մեզ աբաղով սկացինք, ամենը առաջ, բզդիկները աբաղով են, անվախ են, մենք անվախ ենք, մտահոգ չենք, կարևոր բզդիկները որ փողոց ելեն, գիտենք որ անփորձանք դու մի վերադառնան։ Եթե թողնել Հալեպը միայն Հայաստան գալու պայմանով Հարութ Զուլամյանի որոշումը հաստատ էր, ընտանիքը միայն ողջունեց։ Եվրոպական չափանիշներով արևելյան կյանքը գուզեմ ապրել։ Եվ այդ մեկը գրնամ իրականացնել միայն Հայաստանի մեջ։ Մի քանի օր է Հայաստանում է ու ամեն քայլափոխի համոզվում է, որ ճիշտ որոշում է կայացրել։ Երբ որ կացի pedagogan կենտրոններ առաջին կրանցումներ եւ այլն որ ունելու, ըսկացի որ ես չեմ սխալած։ Մեկ նախատեսություն ասելով արտիգին հասկացա որ Հալեպը հայ եմ եւ գիտացավ ինչ պետք ունիմ, լավ պրոբլեմ չունես։ Միայն այստեղ այսպես եւ լավ շնորհակալ եմ։ Բոլորը պատրաստ են աջակցել, առայժմ դա են նկատել, Հայաստանում հանգիստ ու ապահով են զգում։ Օրեր առաջ Սիրիահայերին աջակցելու մասին եւս մեկ անգամ խոսեց նախագահ Սարգսյանը։ Առիթը Սիրիահայ համայնքի ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ։ Մեր մոտեցումը եղել է եւ այսօր մնում է հետեւյալը, որ յուրաքանչյուր Սիրիահայ ունի իրավունք Հայաստան գալու, ավելին, եթե նա լքում է Սիրիան, ցանկալի է որ գա Հայաստան։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանան մարդիկ ինտեգրվել մեր հասարակությանը, իրենք արդեն կարողանան իրենց խնդիրները լուծել։ Չնայած պատերազմական վիճակին ու ռմբակոծություններին Հալեպում գործում է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, մինչդեռ գրեթե բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց այնտեղ չեն։ Սիրիահայերի խնդիրը Հայաստանի համար իրոք կարևոր է։ Սա վերահաստատում է երկրի առաջին դեմքը։ Պատերազմը Զուլամյաններին սովորեցրել է երկար պլաններ չկազմել, առայժմ կապրեն Հայաստանում, երեխաները կշարունակեն ուսումը։ Մինչև ամանոր ընտանիքի հայրն աշխատանք չի փնտրի, 5 տարի պատերազմի մեջ ապրելուց հետո հանգստանալ է պետք, հետո վստահ է, հաստատ գործ կգտնի։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։